Ամերիկահայ բժիշկ եւ գիտնական Ռեյմոնդ Դամադյանը համարվում է MRT սարքի ստեղծողներից մեկը։ Տեսար աչքով տվեց, ասում եմ հիշում եմ։ 1971 թվականին նա առաջինը հորդորեց օգտագործել միջուկային մագնիսական ռեզոնանսը քաղցկեղի վաղ ախտորոշման համար։ Շատ ուրախ եմ ասում ես այդ ուռուցք ռեզոնանս, հայտնաբերելով, որ ուռուցքային եւ առողջ հյուսվածքները տարբեր կերպ են արձագանքում մագնիսական դաշտին։ Իսկ 1978 թվականին նա հիմնադրեց Ֆոնար ընկերությունը, որպեսզի արտադրի MRT սկաներներ։ Չղաձգվում եմ արդեն։ Բանկոմատի նախատիպը 1939 թվականին ստեղծել է ամերիկահայ գյուտարար Լյութեր Ջորջ Սիմիջյանը։ Չգիտեի, որ իրանը Լյութեր Ջորջը։ Նրա սարքը կարող էր կանխիկ գումար տրամադրել, սակայն հաշվից դուրս գրելու հնարավորություն չուներ։ Ներվայնանում են արդեն։ Չնայած այն ժամանակ գյուտը լայն կիրառում չգտավ, սակայն այն հիմք դրեց ժամանակակից բանկոմատների ստեղծման համար։ Ռահվիրա, ես եմ գրել, ռահվիրա է։ Հայ ինժեներ էլեկտրիկ Հովհաննես Ադամյանը գունավոր հեռուստատեսության հիմնադիրներից է։ Այդ մի մասնագիտություն է, տարբեր մասնագիտություններ չէ։ 1908 թվականին նա արտոնագրել է երկույն ազդանշան փոխանցող սարք։ Այնուհետև Ավելի ուշ 1925 թվականին նա ներկայացրել է հեռատես եռագույն էլեկտրամեխանիկական համակարգը, ասեմ RGB փրկցնեմ, չէ՞, որի սկզբունքը հետագայում օգտագործվել է գունավոր հեռուստատեսության ստեղծման համար։ Ապրես, լավ ես կարդում, հա։ Ես Մոնիկան եմ, մինչ նոր հանդիպում։ Կարո՞ղ եմ այս անգամ ազգանունով ներկայանալ։